Տերը իրապես մեզի կոտորված անի, հլու հնազանդ անի, ենթարկվելու ավետարանին, որ ցավոք Սուրբ Գիրքն ասում է վերջին ժամանակներում չեն հնազանդվելու շատերը ավետարանին, իրանք իրանցն են դնելու, ես այսպես եմ ուզում, ում ինչպես ձեռք ատալի, մարդիկ պետք անեն հեշտասեր, իրապես հավատքը ամենի բան չի, Թեսաղոնիկեցիների մեջ առաքյալն ասում է հավատքը ամենի բան չի, եւ փաստ մենք տեսնում ենք, եթե այսօր այստեղ ենք ողորմություն գտած ենք, եթե այսօր տակավին իր ճանապարհին ենք, ողորմություն գտած ենք, բայց մեկը հավատքը ամենի բան չի, ամենը չէ որ կոտորված են, ամենը չէ որ ենթարկվում են, 5 տակարանում բերում էին սեներ ոչ թե ցորենն էին բերում ընծա տիրոջն տունը, բերում էին ալյուրը կոտորված վիճակում, աղացած վիճակում ցորենը, 5 տականում բերում էին ոչ թե ձիթապտուղը ձեթն էին բերում ընծա, ոչ թե բերում էին խաղողը, գինին էին բերում ընծա, կոտորված, ճզմված վիճակում, այդպես էլ մենք պետք է այսօր Տիրոջ առաջ գանք այդ տեսակ, մեր Աստվածը տեսնում է, գիտի, գաղտնատես է, քիչ չի ասվել, որ նա տեսնում է խորքը, մենք տեսնում ենք ծառի տերևները, պտուղները, բողբոջը, նա տեսնում է արմատը հողի մեջը, այն որ մենք չենք տեսնում, նա տեսնում է, թե ծառը որտեղից է սնունդ առնում եւ ըստ այնմ ինչ տեսակ պտուղ է տալիս։ Նրա անունը մեծ արվի իսելներ։ Խոսքս վերաբերում է այսօր մի փոքրիկ նեղություններին, որ այսօր պետք է մենք ունենանք, որը մենք պետք է կրենք նեղություններ, ինչպես առաքյալն ասում է, նեղությունները կրի։ Մենք գիտենք, որ պետք է երկինք մտնենք մեծ նեղությունով, չի լինի առանց դրան։ Ոսկին, որ կրակի մեջ են մտցնում, սա նեղություն է կրում, բայց ընտիրադուս գալի ետքը մենք կարդում ենք Հովհաննեսի 16:33 համարը, այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին։ Ոնց որ թե մեզ համար լավ բան չի ասվում, ոնց որ թե մեզ համար Աստված պատրաստել է նեղություն, ոնց որ թե մեր աչքին սա լավ չի երևում, բայց Աստված գիտի ինչ անում, Աստված մեր օգտին անում, Աստված մեր սրբության, մեր փրկության համար անում, ովքեր ուզում են Աստվածապաշտ լինել, նրանք անպայման պետք է կրեն նեղություն։ Սուրբ Գիրքն ասում է արքայություն, մինչև այդ ասում է նեղություն հայտնության գիրքը, չէ՞ մենք կարդում ենք Սուրբ Գիրքում ասում է, այս ովքեր են այս մեծ նեղությունից եկողները, սրանք գալիս են մեծ նեղությունից, հեշտ չի լինելու մեզ համար սելներ, Գիրքն ասում է նեղա ու նեղվածք, շատերը ուզենալու են, բայց չեն կարողանալու, երբ որ նեղություն եղավ, չորացավ Սերմացանի առակում ասում է, երբ որ նեղության հանդիպեց, մարդը սովոր չի, մարդը չի ուզում, մարդն ասում է ուտենք, խմենք, քանզի վաղը պետք է մահանանք, մարդը իր բաղձանքի հետևող գնացող է, խուսափում է նեղությունից, մտածում են մարդկային, որ մի կյանքն եմ ապրելու, ինչու նեղությունով, չէ, շատերը ձգտում են դրան, հեշտ տարբերակով, լայն ճանապարհով, լայն այվ ընդարձակ, սա ոնց որ լավ է հնչում շատերի ականջներին,
դուրա գալ իրանց ընթարցակա լայնա այսենց գնամ այս մի կյանքն է սրանք հեռուն չեն նայում սրանց աչքերը իրանց ոտներին է իրանց առաջն է նայում միայն հեռուն չեն նայում որտեվ չեն հավատում բայց մենք այսօր այո Սուրբ Գիրքն ասում է նեղությունը կրիտ Պողոս առաքյալն ինչ ասում չի ասում արդեն հավանել եմ նեղությունների այնքան կրել է որ արդեն հավանել է սովորական բան է նեղությունը կարծեմ թե մենք պետք է հասնենք դրան ասելներ մեզ համար նեղությունը պետք է լինի օրհնություն մեզ համար նեղությունը պետք է լինի սովորական մեկ բան սան պետք է նույնիսկ հավանենք այն աստիճանի որ մենք դրան հավանենք արդեն իմանանք որ այս ճամփեն այս տեսակա նեղա ու նեղվածք Շատ էլ մի կամենան, ոնց որ դե կամեցողությունը թաման պետք է լինի, բայց գնալը, բայց փաստը, չէ՞ մի հատ դեպք են վկայում ասում է, երբ որ ասում է ջրվեժի վրայով կանատակցած եւ ասում է մեկը շատ համարձակ գնում գալիս է։ Եվ ժողովուրդը կանգնած նայում են եւ ասում է հավատում եք որ ես կարամ մեկին էլի մուսերին դնեմ, տանեմ, անցկացնեմ էլի գամ այդ անդունդի վրայով։ Ժողովուրդը աղաղակում են ասում են համոզված են, գիտենք Ասма դե որ հավատում է համոզված է թող գա իրան անցկացնի ոչ մեկը առաջ չի գալի համոզված են գիտենք տեսնում ենք բայց ցավոք այո աշխարհը չի ուզում նեղություն կրի սելները ես կրկնում եմ որ մենք պետք է կրենք նեղություն մենք պետք է նեղության մեջ Սուրբ Գիրքն ասում է պետք է համբերենք շատ կարևոր ասելներ համբերել նեղության մեջ կրել եւ համբերել, տանել, ինչպես օրինակ ունենք Հոբին, մեծ նեղության մեջ ընկավ։ Բայց Հոբին մի բան էլ պետք ընդհանրապես որ սա համբերի, մինչև վերջ համբերի։ Թեպետ մենք տեսնում ենք որ կեսում է վերջավորության մեջ Տերը վրա հասավ, որովհետեւ Հոբը էլի վիճակի չէր, մարդ էր, մարմնի մեջ էր։ Մեզ համար էլ դժվար է նա գիտի, որ մենք ի վիճակի չենք մարմինենք Մարմնի մեջ ենք, սահմանափակ ենք, շատ դժվար է մեզ համացնել, դրա համար մենք ունենք վերեն զորություն, դրա համար Աստված ղրկեց Սուրբ Հոգին, դրա համար Տերը ասեց, որ լավ է ես գնամ մխիթարի չգա, այսօր մենք մխիթարության լիքը կարիք ունենք, լիքը պետք ունենք, ամբողջ աշխարհը չարի մեջ է, մահեր կան հարազատների, բարեկամների մտերիմների, մոտիկների, եղբայր քույրերի, ես երբ որ մեր աղբոր մոր թաղման կապակցությամբ սա արտահայտվեցի, որ մենք չենք ասում իրան մեր քրոջը, չենք ասում ստեսություն, մենք ասում ենք բարի գիշեր, որտեղ մենք շուտով հանդիպելու ենք, նորից հանդիպտա Աստված, օգնի Տերը, որ մենք այստեղ ներկաներս ամեն մի այդ օրը բայց կապված է մեր ձեր ապաշխարությունից, ինչքանով ենք սիրում Տիրոջը եւ սիրված ենք Աստծո կողմանը Պաշտում Տիրոջն, դավանում Աստծուն եւ դավանված ենք հոր մոտ Հիսուսի կողմանը, չէ՞ Գիրքն ասում է, եթե դավանեք ես էլ հոր առաջ հրեշտակների, եթե ուրանաք կուրացնվեք, դժվար բան է, երբ որ զենքի տակ ավտոմատի տակ հարց են դնում, ասա, ուրացիր, շատերը ցավոք տանուլ տվեցին պատերազմը Տերը մեզի տա այս համբերությունը սելներ որ մենք ով որ նեղության մեջ է գիրք ասում է թող ինչ անի աղոտ քանի տեսնում եք միջոցը Տեր Հիսուսը սաստիկ նեղության մեջ էր երբևիցե չկար լիքը հալածանք ուներ Տերը չմտածենք որ բայց եկավ մի պահ վերջավորության մեջ շատ դժվար էր որ շուտով պետքա խաչը ելներ Շուտով պետքա կյանքը դներ Շատ դժվար է անշճանի ես զարմանում եմ ինչ որտեղ խղճալի է ինչ որտեղ որ եթե կարելի է սենց ասել որ Տերը ասեց աշակերտներին ոնց որ ումուդ արեց որ դուք ինձ հետ մնացեք հոգիս մահվան աստիճանի տխուր է ինձ հետ աղոտ քարեք Հոգին հոժար է մարմինը տկար է ինձ հետ մնացեք աշակերտները արյոտես քնեցին չէին կարողանում ծանրացել իրանց վրա մի բան թշնամին ծանրություն էր բերում Ընդհանրապես մի բան լավ իմանանք, եթե այսօր նեղության, եթե այսօր հոգսերի ծանրության, թշնամու համար սա հարմար պահ է քո վրա հարձակվելու։ Երբ որ դու սաստիկ հոգսի մեջ ես, վշտի մեջ ես, ծանրության մեջ ես,
գայթակղություն ա բերում, այդ պատճառը մեկին առիթ ա գայթակղեցնելու, լուր եկավ, զգուշանանք ընդհանրապես լուրեր տարածելուց, լուրը տանողը, խոսքը կրկնողը մտերիմներին իրարից բաժանում ա, ասում ա Աստվածաշունչը, զսպված լինի քրիստոնյան, մի բան էլ կուլ տանք, անպայման չի, որ ամեն բան պետք է արտաբերվի, ասվի, կարող ա քույրիկա, եղբայրը տկարության մեջ մի բան բերանից պլտացրել ա, ու դու շուտ լուրը տանում ես և մտերիմներին իրարից բաժանում ես, Տերը մեզի զգույշություն տա, այո, ով որ նեղության մեջ ա, թող աղոտ քանի, սա միջոց ա, սա տարբերակ ա, այդ վիճակից դուրս գալու, ազատվելու, մեղմանա, որպեսզի մեր կյանքում այդ նեղությունը մեր վրա ունենք լուծ, մեր վրա ունենք բերսելներ, բայց փառք Աստծուն, որ Տիրոջ խոսքն ասում է, նրա լուծը քաղցր ա, նա բեռը թեթև ա, ոնց հասկանանք, օգնությունն ենք վերեն, աչից ձախից օգնությունն ենք սենել մեզի, վերևից օգնությունն ենք, ամեն ուրեքից, սուրբերից, Սիոնից, ասում է Աստվածաշունչը, դրա համար կարողանում ենք այսօր դիմակայենք այդ փորձուները Տիրոջն Սուրբ Հոգու ողորմություններով, այո, նեղությունների մեջ համբերեցեք, ասում է Տիրոջն խոսքը, և առաքյալը մի բան ասում, վայրկյանական թեթև նեղություն, վայրկյանական թեթև նեղություն կրել երկնքի արքայության համար, ասում Աստվածաշունչը, չաժե կրել նեղություն երկնքի արքայության համար, չաժե կրել ցանկացած նեղություն երկնքի արքայության համար, պատրաստ ենք նեղությունները կրենք, բայց դուն կրկնում եմ առաքյալն ասում է նեղությունները կրի, զինվորի նման, զինվորը սահմանափակ ա, զինվորին մեկ բան պետք է զորա գլխին ուշադիր լինի, լսի, համապատասխան հանդերձների մեջ լինի, սահման ունի, չի կարա սամավոլկի գնա, նա պետք է ենթարկվի, համակերպվի, զինվորական ճաշարանով, կարող է դուն ձգտում ես սա, ձգտում է ավելին կերակուրների, բայց դու պետք է սահմանափակվես նրանով ինչ որ քո առաջ դնում են, սահմանափակ է զինվորը, զսպված պետք է լինի, սա մեզ վերաբերում ասելներ, որ այդ օր ազատության օրը, այս մարմնից մերկանալ օրը, գա մեզի համար, մեր գլուխները բարձրացնենք, զինք դիմավորենք ամպերի վրա, և Սուրբ Գիրքն ասում է, հավիտյան նրա հետ լինենք, այս խոսքերը հավատացյալների համար ա, այս խոսքերը հոգեով ա քննվում, զննվում, այս խոսքերը կիսահավատների, թերահավատների համար չի, որոնք տարուբերվում են վարդապետական քամիներից, որոնք ժամանակավոր քրիստոնյաներ են, ինչպես Սեննացանի առակում ասում է, հենց որ արեգակը ծագեց, շուտ մչորացավ, նեղությանը չտարավ, չդիմացավ, պատրաստ չի նեղությանը, բայց Գիրքն ասում է կրի, կարծեմ թե սրա համար էլ պետք է աղոտ քանենք սնել, որ Տեր ուշտուր խաչը կրենք, ուշտուր նեղությունը ընդհանրապես խաչը նեղության խորհուրդ ասելներ, որ մենք մեր խաչը, ամեն մեկերս մեր խաչը, մեր նեղությունը պետք է տանենք սնել, և սա կրկնում եմ պետք է լինի, և սա շատ է լինելու, ինչքան սրբության աստիճանի վրա բարձրացար, հիշի քո հալածանքդ, քո նեղությունդ, ամեն կողմանը լինելու հետ էլ քիչ չի, հլադեր ջերերը պետք է վարարեն, խփեն քո տանը, անձևները պետք է իջնեն հենց քո տանը վրա, քամիները պետք է խփեն, հենց դիպուկ քո տանը, այդ նպատակով պետք է գան, բայց մենք գիտենք, որ Տերը խոսք է տվել, պահի և մտցնի երկնքի արքայություն, ասում է առաքյալը, նա որ կանչել ա մեզ, նա կանի էլ, ասում է Տիրոջն խոսքը, ունենք մխիթարություն, նեղությունների մեջը, անհավատները սա չունեն, ցավոք, ուղղակի կարող է Տիրոջ հրեշտակը ձեռքի հետ, ողորմի մեկին երկուսին էլ, բայց նրանք ղրկված են մեր վրա, մեզ համար, մեզ սպասավորություն անելու սենել, թե չէ մենք կընկղվեինք, կսուզվեինք նեղություններից, որև թշնամին ավելին ծանրություն կտներ մեր վրա, մերը աշխարհիկների նման չի սելներ, մերը ինչ որտեղ չլուր քնանգնամ, չգիտենք ինչու, մերը ծոմերով և աղոթքներով պետք է հասնենք դրան,
անհավատները ինչպես մենք կարդում ենք առակած գրքում առաջին չի ասում հարստությունները ավելացնում են, այլոց նեղության մեջ չեն, մարմինները փափուկ է, մահվան ժամանակ էլ նեղություն չունեն, չկան որ մահվան ժամանակ շատ հանգիստ քնում վեր չեն կենում, բայց մերը չգիտեմ ինչու, եւ ասեմ սա նպատակային է, նույնիսկ այն որ Աստված անկողին է գցում, բարի նպատակը հետապնդում, տանջանքներով, նեղություններով, քո բաժին պատիժը կրես երկրի վրա, եւ Սուրբ Գիրքն ասում, ես եղբայրներ գիտեմ, որոնք ընկել են անկողին, շատ տանջվելով, շատ չարչարվելով, բայց Տերը նպատակային, որ սա չիջնիցած, որ սա ողորմություն գտնի, չէ՞ մենք կարդում ենք Տիրոջ խոսքը, ասում է որ Պողոս առաքյալը Կորինթացիների մեջ լավ է, այստեղ դատվեք, քանց թե աշխարհի հետ դատապարտվեք։ Լավ է ձեր մեր պատիժ առնենք ստեղ այս կյանքի մեջ, ինչ հետ մեզ լինի մեր միաճկը, մեր մի ձեռքը չլինի կտրվի, հանվի, քան թե ամբողջովին մենք մտնենք գեհեն, ասում Աստվածաշունչը։ Մենք սա շատերս չենք հասկանում, շատերս համամիտ չենք, համաձայն չենք այս տարբերակին, որ թեկուզ մեր միաճկը մի ձեռքը չլինի սնել։ Մենք չենք ուզում սա, մենք չենք հավատում, մենք հեռուն չենք նայում շատերս էներ, բայց Տերը մեզ օգնի եւ կօգնել կրկնում եմ Պողոս առաքյալն ասում է եւ կմտցնի երկնքի թագավորությունը, նեղա ու նեղվածք, պիտի կամենան, բայց չեն կարողանալու։ Բերեք, եթե մինչև այսօր մենք սրանց դեմ այսօր հակընդեմ այսօր հակառակ սրան համաձայն չենք այդ նեղություններին, բերեք այսօր կրենք նեղությունները։ Մեկի նեղությունը իր ինվալիդ երեխեն է, մեկի նեղությունը իր չարկինն է, որը կաթիլ իջնող անձևի նման է ազդող մարդու ներվերի վրա, Սուրբ Գիրքը դե տենց է հասկացնում, չէ՞։ Որի նեղությունը, չգիտեմ, իր ինչ որ տկարություններ ունի, լեղապարկի հետ կապված, լյարդի հետ կապված, որին կարող է սատանայի հրեշտակն է հալածում սրան, սայլա նպատակ հետապնդում, նայած մենք ինչքան կարողության, ինչ ուժի տեր ենք, ըստ այն Տերը մեզ ավելնոր նեղություն թույլ չի տասելներ, բայց անպայման պարտադիր ամեն մեկ էլես պետք է անցնենք կրակով, պետք է մտնենք կրակի մեջ, լավ կլի հոժարությամբ, ես այդ հայտնությունը կարող ասած լինեմ երկար տարիների նոր հավատացող եթե արդեն բավականին անցած էր, տեսնում էի այդ հնոցի կողքին կանգնած, քիփ կրակի կողքին, ու հարց էր դրված պետք է մտնեմ, ու ես երկընտրանքի մեջ էի, հարցը սենց էր դրված, որ ես ինքնակամ, կամովի պետք է մտնեմ այդ հնոցի մեջը, կամովի եւ այդպես էլ աչքերս բացեցի, կես գիշերին անորոշ, մտա թե չմտա, բայց պետք է մտնենք, բայց սա է Աստծո կամքը, ուժ գտնենք եւ մտնենք սելներ, ինչպես Սեդրակ Աբեդնակովը մենք տեսնում ենք սրանք մտան կրակի մեջը եւ տեսնում ենք կրակի մեջ երևաց 4-րդ անձնավորությունը Աստծո որդիների նման Տերը հրեշտակը ղրկեց կրակի զորությունը եւ առավ եւ սրանք երբ որ դուրս եկան կրակից գրված է կրակի ծխի համնել վրներից չեր գալու մեկի մազը խախտված չէր այ մեր Աստվածը կատարյալ է եւ մեզ պահում է կատարյալներ նեղությունից մեզ կազատի ասում է Աստվածաշունչը նա անունը մեծ արվեստների մասելուս այսքան երկարելուս սա է որ մենք այսօր հոժարուցնով հոժարական մտնենք կրակի մեջը այդ է մեր ճամփեն պարտադիր պետք է իզուր չի ասվում Իսրայելին որ Աստված բերեց Մերեբայի ջրերի մոտ դեմելան սրանք չխմեցին դուրները չեկավ երբ բողոքեցին տրտնջացին այս ինչ ջրեր են սան մենք ոնց խմենք դառը ջրեր են բայց Աստված բերեց որ խմեն չխմեցին չեք խմում Տերը նորից 40 տարի պատտեցրեց անապատի մեջը որ կարելի էր ես չգիտեմ 40 օրում հասնեին Քանանի երկիրը բայց 40 տարի եւ մաղեց Աստված այդ ժողովրդին Ովքեր գնալու են, ովքեր մահանալու են, այդ սելունդը փչացրեց Աստված, պատճառս է չի ենթարկվեցին։ Մենք ուշադիր լինենք, նայենք ավետանին հայլու մեջը, ենթարկվում ենք ավետանի մեջ, Աստծո ամեն մեկ խոսքին սելել, իր բերանից դուրս եկած, նախ առաջինը հավատում ենք, որ ավետարանը Հիսուսի խոսքն է, ելած իր բերանից, մարգարեական է։
նայա թելադրել, նայա հրաման տվել, նայա հեղինակը, մարդիկ տպագրել են, բայց հեղինակը նայա ասելներ, մենք պետք է մանուկների նման հավատանք, հասկացնում ատիրոջն խոր, եւ վարվենք ըստ այնմ, կասկած ուներ Պողոս առաքյալը եւ ասեց Կորինթացիներին, ասեց, եթե գիտեք երանել եք թե որ կատարեք, այս սրա մեջ է, այդ կատարելու մեջ մենք դանդաղում ենք, ինչպես մենք տեսնում ենք Ղովտը գիտեր, որ Աստված Սոդոմը Գոմորը պետքա կործանի, հրահանգ կար, ելեք այդ տեղից, բայց Ղովտը չգիտեմ ինչու կատարելու մեջ դանդաղում էր, այնքան երկարից մինչև ստիպված Աստծո հրեշտակները վեր կալան, Ղովտին դուրս դրեցին եւ ասեցին փախիր, այսպես մենք անելու բան փախչենք այս աշխարհից սներ, խոսքը ֆիզիկապես մասին չի սներ, իզուր չի ասվել քիչ չէ որ մեր ոտքը պետք է դնենք ոչ թե ցեխի մեջը, ցեխի վրա ճզմենք, իշխենք, տիրենք սրա վրա։ Եվ մեր նավակը ոչ թե պետք է լինի ջուրը նավակի մեջ, աշխարհը նավակի մեջ, հապա նավակը ջրի վրա, բայց ոչ ջուրը նավակի մեջ վտանգավոր է խորտակվելու։ Մեր նավակը թող գնա եւ երբեք նավաբեկության չի ենթարկվի։ Մեզանից կախված շատ բան կա, որոնցից մեկն էլ սա է, որ մենք պետք է նեղությունները կրենք, համակերպենք, խաչը մինչև վերջ տանենք, ինչպես Տերը, եւ մենք տեսնում ենք, որ Աստված օգնություն վրկեց։ Սիմոնին բերեցին, Քրիստոսի խաչը տարավ։ Խաչի վրա երկու ավազակները մահացան, ուշ տանջվեցին, բայց Հիսուսը շուտ հոգին ավանդեց։ Ընտում մենք տեսնում ենք Պիղատոսը զարմացավ, որ շատ շուտ մահացել է։ Եվ սա մեզ բան ասում, Տերը չի թողա ամբարիշտի գավազանը արդարի վրա երկար մնա։ Տերը գիտի քո ներքին խնդիրները, նա գտնվում է ծածուկում, նա տեսնում է, մտքերիդ լրիվ խորքը գիտի, մտածողություններդ, ընթացքից է տեղյակ է, անցյալից տեղյակ է, մանրակրկիտ տեղյակ է։ Եթե այսօր մարդիկ ստեղծել են այնպիսի ապարատներ, էխո են անում, այնպիսի պրեպարատներ, ես չգիտեմ, այնպիսի հեռախոսներ, այնպիսի տեր, որ էլ ավելի նա որ աչք կա տվել, բա չի տեսնում, էլ ավելի նա որ ականջ ա տվել, բա չի լսում, բա ինչպես է լսում։ Նրա անունը մեծարվի։ Կրենք նեղությունները, տարբեր նեղություններ կլինեն, տարբեր քաշի, աստիճանի, վիճակի, ես չգիտեմ, ինչպես ասեմ, մենք պետք է համակերպենք, ինչպես մենք օրինակ ունենք սներ, որ Աբրահամին էլ լիզվին չարավ։ Տերը ասեց, վեր կացավ, էշը պատրաստեց, Իսահակին վեր կալավ ու տարավ ուղիղ սպանելու։ Ինչի որ մտածում են, որ դե հիմա լա Տերը կարող է որոշումը ճամփին փոխի։ Ես իրասիրելին եմ։ Իսահակը այսքան նեղությունից ետքը ծնվել է, հիմա չէ Աստված չի անի այդ բանը։ Նա թեն չէր մտածում, նա մարդկայնորեն չէր մտածում, նա սենց էր մտածում, որ Աստված կարա Իսահակին մեռելներից էլ հարություն տա։ Սրանից մենք եզակացնում ենք, տեսնում ենք, որ սա իրապես մտադրվել էր Իսահակին զոհանի։ Թենց էր մտադրվել, տարուբերվու երերալու բան չուներ սեներ, եւ կոչվեց հայր հավատքի։ Նրա անունը մեծարվի սներ։